Բարի վերադարձ առաջին ծրագիր, շարունակում ենք մեր եթերը եւ ես իրոք ուզում եմ տեղեկացնել, որ հունիսի 6-ից 15-ը բարեգործական համերգներով Հայաստանը ժամանել Եվրոպայի լավագույն երգչախմբերից մեկը՝ Հայդենհայմի նոր կամերային երգչախումբը Թոմաս Քամելի ղեկավարությամբ։ Երգչախումբը մտադիր է համերգներով հանդես գալ Երևանում, Վանաձորում, Գյումրիում, Դիլիջանում եւ Կապանում։ Երևանում երգչախումբը համատեղ համերգով հանդես կգա Հայաստանի փոքրիկ երգիչներ երգչախմբի հետ։ Եվ այս առիթով մեր տաղավարում են Հայդենհայմի նոր կամերային երգչախումբ ղեկավար Թոմաս Քամելը եւ իհարկե երգչուհի եւ երգչախմբի անդամ Լաուրա Յուսը եւ մեզ կօգնի նաեւ շփվել մեր հյուրերի հետ Տրիփսիմե Գրիգորյանը։ Բարի առավոտ։ Good morning, բարի լույս։ Good morning։ Good morning, բարի լույս։ Մեր հյուրերը լավ են իրենց զգում Հայաստանում։ Այո, իրենք 3 են ժամանել գիշերը, բայց արդեն իրենց համենսկում։ Մենք ասում ենք, որ թարգմանը շատ լավ է։ Եվ համերգի մասին մի փոքր կխնդրեմ պատմեն հյուրերը, ինչ է սպասվում։ So the first concert we have is on Sunday, together with the Armenian Little Singers. It's on 6 p.m. Yes, Yes. 7 p.m. 7 p.m. Oh, I'm sorry. Together with her choir, and we are really excited for the concert. Համերգով մեր հետ հանդես կգան Հայաստանի փոքրիկ երգիչների հետ կամերային երաժշտության տանը Կոմիտասի անվան Կիրակի օրը ժամը 7-ին։ Եվ ինչպես հասկանում ենք, համերգները ոչ միայն Երևանում են, նաև Երևանի սահմաններից դուրս։ Besides the Yerevan, your concerts. Dilijan, the 7. The concerts. Իրենք հանդես կգան։ Weißt du es noch? Yeah. We have a concert on Wednesday also, and we in Մենք Վանաձորում, Yes. Գյումրիում, Դիլիջանում, Yeah. Կապանում։ Perfect. yes. Thank you. Եվ երգչախմբի մասին մի փոքր հասկանանք ղեկավարից, որքան ժամանակ է երգչախումբը կա եւ ինքը որքան ժամանակ է ղեկավարում է։ About the choir, how you conduct, how old is the choir and the structure. The choir is between 14 and 24 members, and we have, now we stay with 60 young people here. Normally we are between 17 and 80 at home. A bit Yes. more, but not all Yes. could join the travel. 60 հոգով են եկել, ընդհանրապես բայց 70-80 հոգի են։ Because some of them, they are students and they must go to university and work and have Prüfungen. They have exams right Exam, now, yes. so that's the reason why they couldn't join us. And he's conducting the choir since 20 years. 20 տարեկանից ղեկավարում է երգչախումբը, շատերը չեն կարողացել միանալ, որովհետև ուսանողներ են ու աշխատանք ունեն։ Շատ լավ, այստեղ համերգները կայանալու են փոքրիկ երգիչների հետ, հա։ Ինձ հետաքրքիր է մեր հյուրերն արդեն հասցրել են ծանոթանալ, շփվել եւ ինչ կարծիք ունեն մեր փոքրիկ երգիչների մասին։ What do you think about the Little Singers of Armenia, etc. My first contact was I go to the internet and look some videos of you and I think wow, fantastic. Ինտերնետով է տեսել եւ ասում եմ որ հիացած է Իսկ համագործակցությունը ինչպես եղավ։ about the interaction with us. Մենք շատ ենք հյուրընկալում տարբեր երգչախմբեր արտասահմանից, որտեղ մենք ենք շրջակայում ու իրենք որ եկան, հետո մենք ենք գնում ուրիշ երգչախմբերի մոտ մեզ մոտ եկել էին պետք է կան Իսրայելի Էֆրոնի choir-ը ու տարբեր անվանի երգչախմբեր ու իրենք ասում են որ երբ որ գալիս են մեզ հետ երգելու իրենց կենսագրությունում դա շատ լավ է որ գրվում է Ես ճիշտ եմ հասկանում, որ դուք մեր փոքրիկ երգիչների Այո. խմբից եք, շատ լավ, եւ առաջարկը մեր կողմից է եղել։ Այո Եվ դուք էլ հիմա մի փոքր ձեր կարծիքով կիսվեք, պատմեք համագործակցությունը ինչպես է իրենց հետ ստացվում, ձեզ հեշտ է աշխատել։ Այո, իհարկե, նրանք էլ լավագույն երգչախմբերից են իրենց, կամերային երգչախումբ են ու մեզ համար էլ շատ մեծ լավ տպավորություն է իրենց հետ երգելը, նոր երգչախումբ, նոր հնարավորություններ ու այդ կապը հայ-գերմանական արտասահմանի հետ շատ լավ է։ Շատ լավ, մեր հյուրերը քանի օր էին Երևանում։ Այս գիշեր են Այս եկել։ գիշեր են եկել։ Հասցրել են արդեն ունենալ լավ տպավորություններ։ About your impressions about Yerevan. So we drove here with the taxi, and the first impression is like you have very beautiful buildings. It's totally different to Germany, but it's so amazing to see, and we are really looking forward to see more of the country. We also saw the mountain when we Yes. arrived at the airport. It's so beautiful.
Սարերն են տեսել, շատ հիացած են ու ճանապարհին ասում եմ, որ բնակարանները, շենքերը շատ սիրուն են։ Եվ հետաքրքիր է, քանի որ Հայաստանը շատ հարուստ մշակութային պատմություն ունի, իրենք մինչև գալը Հայաստանի մասին, մեր կոմպոզիտորների մասին լսել են, գիտեն։ Before coming, have you heard about Armenian culture, about our composers? Yes, I have a little bit more experience with Armenia, and every rehearsal I explain some things about Armenia, about the history, about the composers. I know Robert Amikanian, yes, and perhaps he visit us at Sunday in the concert. I hope so, yes. Ռոբերտ Ամիրխանյանի ստեղծագործությունների հետ է ծանոթ ու մինչև դա էլ հետաքրքրվել է ինտերնետում նայել է Հայաստանի մշակույթը։ Արամ Խաչատրյանը Yeah, sure. այսօր իհարկե մեծանուն կոմպոզիտորի ծննդյանորն է եւ ինձ հետաքրքիր է այս համագործակցությունը ինչքան է լինելու եւ բացի այս համերգներից կա արդյոք հեռանկարներ ինչեր է սպասվում։ Դեռ չենք կարող ասել, բայց այս կապը իհարկե լինելու է, պահպանվելու է։ Եւ ծրագրի մասին էլ մի փոքր պատմեք, ինչ է սպասվում Կիրակի օրը հանդիսատեսին։ They're asking about the program. What we're saying? Yes. Կիրակի օրը մենք սկզբում կերքենք փոքրիկ ծրագրով մեսրոկ մաշտոց, հետո ջազային գործերով կվերջացնենք, իրար հետ երգելու ենք Էրեբունի Երևան, Կիլիկիա, շատ ժամանելի է, բայց արտասահմանի շատ երգչախմբեր հավանում են մեր երաժշտությունը Էրեբունի Երևանը, նույնիսկ իրենց երգացանկում են պահում։ Ու հետո նրանք կերքեն ու վերջում համատեղ մենք կերքենք այդ գործերը։ Հիանալի է։ Հիշեցնենք, հա, հունիսի 6-ից 15-ը բարեգործական համերգներ են սպասվում, այնպես որ այս համերգները ես կարծում եմ բաց թողնել պետք չէ եւ պարտադիր պետք է ունկնդրել ու վայելել։ Սա հիանալի համագործակցություն է։ Շնորհակալություն ձեզ, մաղթում ենք հաջողություններ համերգներին եւ շնորհակալություն համագործակցության համար եւ համոզված ենք, որ հիանալի երեկոներ են սպասվում համերգային։ Have a nice day in Armenia։ Thank you. Շնորհակալություն եւ հիմա կլինի կարճատև դադար մեր եթերում, որից հետո կվերադառնանք եւ կշարունակենք։